Members of the Armenian community of New York, New Jersey metropolitan area recently completed an amazing tour visiting the Holy Land of Israel. The tour was organized by the founder of the Armenian Radio Hour, Professor Vartan and Adi Abdo. The group of pilgrims not only visited the Christian landmarks where our Lord Jesus Christ was born and lived, but also paid homage to other religious and historical sites throughout the region. Every year, over 3 million pilgrims from 3 major religions, Judaism, Islam, and Christianity, visit Jerusalem. Similarly, 3,500-year-old Jerusalem is divided into 4 quarters. Why 4? Because next to the Christian, Muslim, and Jewish quarters, there is a separate Armenian quarter which occupies 1/6 of Old Jerusalem. Armenians established themselves in Jerusalem from the early days of Christianity, and in the 4th century already had churches built, including the Cathedral of St. James on the Zion Mountain. For Armenian pilgrims, the visit to the Holy Land, sites in Israel, begins with visiting the Armenian Patriarchate of Jerusalem. Since the 7th century, the Armenian Patriarchate served as a spiritual center for all Armenians living and visiting the Holy Land. Մեր ուխտավորներուն գսեմ դունն է, բոլոր հայոց դունն է, բարի վերաթարց ծեր դունը. Welcome to your home. With these words, His Beatitude Archbishop Nuran Manukyan, the Armenian Patriarch of Jerusalem, greeted the group of pilgrims. He stressed that the Holy Land is a spiritual home for all Armenian pilgrims from around the world. The members of the group shared their impressions of the pilgrimage and had a warm and friendly conversation with the Patriarch. Throughout its history, Jerusalem has witnessed many wars and invasions. But despite many political and social changes, Armenians have managed to maintain their presence in the region and kept the control of religious centers under their auspices. Պատրիարք Սրբազան հայրն նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընդունելության համար։ Մեզ Ամերիկայից եկած ուխտավորներուս համար լինել Երուսաղեմի Պատրիարքարանում եւ անձամբ հանդիպել Պատրիարք Սրբազան հորը իսկապես մեծ պատիվ է, շնորհակալություն։ Զենայի մի քանի խոսքով մեզ ասեիք Երուսաղեմի հայոց Պատրիարքարանի այսօրվա ներկայությունը ինչ տեսակ է, ինչ վիճակի մեջ է։ Նախ բարիքալուս կմաղթեմ ցեզի եւ այս արդյոք գուզեմ ասել, որ դուք պետք է ցեզ մի յուրաքանչյուրը թարնա տեսպանը աբակային, որովհետեւ դուք եւս քաչալեկցիեր գարկին եւ ուրիշ խումբեր արնեք փերեք։ Հոս մենք պետք ունենք ցեր այցին, որովհետեւ մեզի նոր արյուն կներարգեն, երբ խումբեր գուքան, մեզի համար շատ կարեւոր է դի։ Մենք մեզ ավելի լավ գսկանք, հետո հաճս ռիա Իսրայելի կառավարության անոնքա գտեսեմ, որ հայեր գան հետաքրքրված են, ուրեմն հաշվի գարնեն, չմոռնաք, որ այստեղ ամեն ինչ խաղաղություն է, այդ հայերու հոսքը անվերջ շատ կարևոր է այստեղի համար, ուրեմն այստեղ մենք հազիվ 3000 հայություն ունենք Իսրայելի մեջ, բայց գան մոտ 10,000 գսեն հայեր, որոնք հրյաներով ամուսնացել են, Ռուսիային եկած են, հայության հետ կապ չունեն։ Ամենից 3000 հայերն են, որոնք այստեղ կաթոլիկ եւ հույն եկեղեցու հետ հավասար իրավունքներ կվայելեն սրբադեղիների մեջ, որոնք ամենակարևոր դերն են քրիստոնյա աշխարհին համար։ Հավանաբար տելևիզիոնի վրա կտեսնեք խնդիրներ կունենան երբեմն, այդ բոլորը մեր իրավունքները պաշտպանելու համար է, ստիպված ենք ադիենելու։ Այդ շեբով մենք այս ինչ որ ունենք այսօր բահաձենք։ Երևակայեցեք կաթոլիկ եկեղեցու բեդ երկուքա Երուսաղեմ բաբը չի գնալ քերեզմանի վրա բادرակել Քրիստոսի։ Միշտեր հայ ոյ մեքանա երբ կա այդ քիշեր գնա բادرակել։ Աստվածամոր եկեղեցի հայերու եւ հույներու միջև է։ Կաթոլիկները տեղ չունեն։ Բեթղեհեմ հայեր եւ հույներն են։ Այդ բոլորը ինչպես հրազեն մենք թիմացրելով այսինքն քաչություն պետք է եւ ըրացենք պետք ունենք եթե գրնանք այդպես երդասարտներ գտնել որոնք պատրաստ են դրամատիր են քալ եւ ծարայել որովհետեւ եկեղեցու չոր ծարեն մեր ասկին ոս ասկային հաստատություն է գրոնական ասկային հետո չմոռնաք օդարներ գուքան հայության մասին առաջ անգամ Երուսաղեմ գլսեն Հայաստան
չեն երթար, Էջմիածին չեն երթար։ Եվ հոս ամենամեծ սրբադեղին է, որովհետև առաջին բادرիարքական աթոռն է քրիստոնյա եկեղեցու։ Եվ անալ մեր հայերուն ցեղն է, Սուրբ Ագոպը։ Այնպես որ ամեն հայ պետք է իսկապես մեծ բادرիվս կա, որ այսպես դերմ ունենք եւ ամեն ինչ պետք է լինի, որ օգտակար լինի մեզի։ Ցեր ներկայությունը ամեն ինչը ավելի կարևոր է։ Պատրիարք Սրբազան հայր, ամեն ինչի ստեղծելը շատ ավելի դյուրին է, քան պահպանելը։ Եվ եթե այսքան ժամանակ պահպանվել է, ուրեմն կպարտինք այս պատրիարքարանի եւ իրար հաջորդող պատրիարքների գործունեությանը։ Ես քայլելով այս ամեն տեղերով կմտածեի միայն մեկ բան. մենք այս հարցում պետք է ունենանք ազգային մտածելակերպ։ Այս մեր հողերի, այս ամեն մեր հարստության պահպանումը մեր ամբողջ ազգի գործն է։ Սկսած Էջմիածնից, Անտիլիասից, վերջացրած ամբողջ Սփյուռք աշխարհով եւ իմ կարծիքով առավել եւս Հայաստանով եւ Հայաստանի կառավարությամբ, որովհետեւ ինչպես որ ասացիք, երբ որ կգան մարդիկ շատ օտարներ առաջին անգամ հայի մասին, այստեղ են կլսեն։ Երբ որ մենք կշրջեինք, ես տեսա, որ կան տեղեր, կան շինություններ, որոնք դեռ քարուքանդ են։ Արդյոք մտադրություն ունեք, արդյոք ծրագրեր ունեք վերաշինելու։ Նորոգության ծրագիրը թե մենք սկսած ենք, խնդիրը այն է, որ վերը քմփետի գոմը հաբեշներու եւ ղբդիներու միջև հարց կա, չեն թողնում որ նորոգեն։ Հետևաբար դանիքեն դարիները իբե ճուրը, գուկա անսեբաչուրը կթափանցի քմփետեն ներս եւ քմփետի վիճակը վատ էր։ Հիմա սկսան քմփետը նորոգել եւ շուտով կառավարության միջոցով պիտի համաձայնենք եւ վերը դանիքն նորոգեն, անգեբեշ հարց չեն ունենար։ Բայց ներսը այդ մադրամ մեջ Գրիգոր Լուսավորիչ ամբողջ նկարները եւ այլն կամաց գարկի պիտի նորոգվին, մակրվին։ Պատրիարք Սրբազան հայր, անշուշտ առաջին հերթին որպեսզի այս ամենը պահպանվի, մենք պետք ունենք նաեւ հայության, Երուսաղեմի հայության եւ առավել եւս հայապահպանության։ Գիտեմ, որ հայապահպանությունը ինչպես ամբողջ Սփյուռքում այստեղ էլ ունի իր խնդիրները։ Կուզենայի մի քանի խոսք ասեիք, ինչ ծրագրեր ունեք դպրոցի հետ կապված։ Երուսաղեմի համայնքը 1948 թվականներում մոտ 35,000 հոգի գաշվեր։ Դժբախտաբար այս օրերուն բادرազմերու պատճառով քաոթը նոսրացած է։ 48-ին, անգեբեշ 67-ի բادرազմը, 73-ին արդեն մարդ չմնաց։ Բայց մենք դակավին թբրեվանք ունենք մեր ժառանգավորած վարժարանը, որտեղ գրոնականներ կպատրաստվին, ադոր գողքին ունենք թարգմանչած վարժարանը, քացիկ տեսակ։ Այսինքն փոքր քաոթի համար, 3000-նոց քաոթի համար, որոնց մեջ բավական չամուսացած գիներ մարդիկ կան, 150 աշակերտ ունենալը բավական մեծ բան է։ Ներողություն, մենք այսօր Նյու Յորքում այդքան չունենք։ Ահացես, Նյու Յորք քանի հազար հայ կա։ Այնպես որ այդ ծախսերը, որ դպրոց ունի, բանկը ամբողջ բանկն է որ գողոքա։ Ծնողները իրենց դարեթոշակ, իրենց զավակներու դարեթոշակը չեն դարագաննավոր։ Բանկը hani որ կորձը սկսած ենք պետք է շարունակենք եւ մեր գարելին գնենք որ լավակույնս ունենք եւ լավ սերունդ պատրաստենք եւ պետք է ասել մեր թարգմանչացի աշակերտները շատ լավ արդյունքներ կտան օդար դպրոցներում մեջ համալսարաններում մեջ նույնիսկ բանեն ընդունված են իբր լավ աշակերտներ։ Ես իհարկե կուզենայի ձեզ հետ շատ երկար հարցազրույց ունենալ, բայց գիտեմ, որ այնքան էլ ժամանակի իմաստով պատեհ չէ։ Միայն կուզենայի, որ մեր ժողովրդին, քանի որ իմ հաղորդումը մանավանդ ինտերնետի միջոցով ամբողջ աշխարհասփյուռ հայությունը պիտի դիտե, ձեր պատգամը, ինչ կուզենայիք ասել ձեզ ունկնդրող հավատացյալ հայ ժողովրդին։ Դժբախտաբար այնպես ժամանակներ գաբրենք, որ շատեր հետաքրքրված չեն այլևս իրենց ասկային նգարակիրը բահելու, բայց ամեն ինչ պետք է ունենք, մեր գարելին պետք է ունենք, որ հետաքրքրությունը բահենք, բար բահենք ժողովրդի հետաքրքրությունը իրենց ազգության վերաբերյալ։ Մարդիկ կերտան օրինակի համար Եվրոպա գուքան, Հայաստանեն, դուրս գելեն, դժբախտաբար գործբին։ Ահագին հայեր Ռուսիա կերտան գործբին։
այնտեղ որ մենք կարողություն ունենք, ուժ ունենք, օրինակ Ամերիկայի պես տեղը, հոն պետք է ամեն ինչ ունենք։ Ասկի ղեկավարները իրենց գարելի պետք են որ բահեն այդտեղ ժողովրդի նկարակիրը, մեր ասկային նկարակիրը։ Ուրեմն ղեկավարներու ցերկն է։ Իրենք լավ գիտեն ինչ պետք է անել, թողնեն։ Մենք ոնց մեր գարելին գնենք եւ թշպախտապար մեզի օգնող չկա դուրսեն։ Ամեն ցեվով ճամփաները կոչված են օգնության, այդ մասին չեմ ուզեն խոսել, բայց Աստված մեր հետ է։ Եվ մենք մեր գարելին պիտենք մեր կոդը առաջ տանելու եւ շարունակելու այն ինչ որ մեզ գագնգալվի։ Ինչպես որ ասացի, պահպանելը ամենեն դժվարն է, բայց պահպանել այս մեր ունեցած հարստությունը մեր ամբողջ ազգի գործն է։ Որևէ բան այսօր չի կարող փոխարինել այն արժեքին, որ մենք ունենք այսօր, եւ որևէ ամեն մարդ պետք է մտածի միայն արժեքը պահպանելու։ Այսօր երբ որ մենք կխոսենք մեր անցած դարերի մասին, կխոսենք թե ինչքան բան կորցրեցինք։ Այսօր պետք է ամբողջ ազգով մտածենք ինչպես անենք։ Իհարկե, ասիկա կորցնելիք չէ, մենք չենք կորցնի, բայց պահպանելը մենք ոչ թե պահպանածոք դակավին ավելցուցած ենք թարերու ընթացքին։ Չմոռանաք որ Երուսաղեմի 5 քաղաքի 1/6-ը Հայոց պատիարքարանի կպատկանի։ Թող քան դեսնեն եւ սորվին, թե ինչ կնենք մենք հոս։ Ինչպես կնենք մեր կոդը։ Հարադեպություն։ Եվ մի կարծեք որ ասեմ մեր կյանքը շատ հեշտ է։ Մեր միապանության անունը ծրված է զինվորյա միապանություն, որովհետեւ զինվորին ման երբ պետք է կգրվենք իրավունք պաշտպանելու համար։ Այնպես որ պետք է քան եւ դեսնեն եւ իրենք հեշտ պայմանների մեջ կապրին Եվրոպա, Ամերիկա, կրնան իրենց գես կարելին եթե ունեն գադարեն, այդտեղ խնդիր չմնար, ազգապահպանումը գաճողի։ Եվ այս ազգապահպանումը պետք է անպայման գա հայրենիքից, անպայման։ Պատրիարք Սրբազաններ, մեկ անգամ եւս շնորհակալություն այս ընդունելության համար։ Մենք հպարտ ենք մեր այս ամբողջ հարստությամբ, որ այստեղ է եւ պահպանվում է ձեր կողմից։ Շնորհակալ եմ։ The New York Armenian pilgrims presented Patriarch Father with a silver notebook engraved with the words of love and appreciation.